Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվել է խելացի անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցությամբ 2025-ից 2028 թվականների ծրագիր, որն իրականացվելու է Հանրապետության բոլոր մարզերում։ Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել կենդանիների պահվածքի պայմանները, արդյունքում բարձրացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։ Շահառուները կարող են ընտրել առաջարկվող անասնաշենքերի 3 մոդելներից մեկը։ Առաջին մոդել նախատեսված է անկապ պահվածքով 20-ից 25 գլուխ կենդանու համար, որի կառուցման եւ տեխնոլոգիական ապահովման ծախսերը սահմանվում են առավելագույնը 30 միլիոն դրամ։ Երկրորդ մոդել նախատեսված է 40-ից 45 գլուխ կենդանու համար, առավելագույն ծախսը 46 միլիոն դրամ։ Երրորդ մոդել նախատեսված է 90-ից 100 գլուխ կենդանու համար, որի կառուցման եւ տեխնոլոգիական ապահովման ծախսերը սահմանվում են առավելագույնը 114 միլիոն դրամ։ Ծրագիրն իրականացվելու է 2 բաղադրիչով՝ ծախսերի մասնակի փոխհատուցման եւ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման միջոցով։ Առաջին բաղադրիչով ծրագրին դիմելով կարող եք ստանալ ծախսերի մասնակի փոխհատուցում 50%-ի չափով, իսկ զինվորական պարտականություններ կատարելիս հաշմանդամություն ձեռք բերած անձանց կամ կառավարության որոշմամբ հաստատված սահմանամերձ համայնքների բնակիչների համար 70%-ի չափով։ Ծրագրի երկրորդ բաղադրիչով շահառուներին կդրամադրվի վարկ 2% տոկոսադրույքով, իսկ զինվորական պարտականություններ կատարելիս հաշմանդամություն ձեռք բերած անձանց կամ կառավարության որոշմամբ հաստատված սահմանամերձ համայնքների բնակիչների համար 0% տոկոսադրույքով։ Ծրագրին մասնակցության նպատակով տնտեսվարողը պետք է նախարարություն ներկայացնի էլեկտրոնային դիմում, պարտադիր նշելով, թե ծրագրի որ բաղադրիչից է ցանկանում օգտվել, դիմումի ձևը մշակում է նախարարությունը։ Պետական ռեգիստրի վկայականը, անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վկայականի պատճենը, եթե անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքն ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականություն է, ապա ներկայացնում է նաև անշարժ գույքի համասեփականատերերի համաձայնությունը նոտարական վավերացմամբ։ Վերակառուցման դեպքում նաև վերակառուցող անշարժ գույքի լուսանկարները, վարկայի պատմության վերաբերյալ զեկույց, արքավարկային բյուրոյի կողմից զեկույց, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք։ Քայլ 2. Փաստաթղթերի ամբողջականությունը եւ դիմումում նշված տեղեկությունների ուսումնասիրության նպատակով կիրականացվի մոնիթորինգ։ Քայլ 3. Պայմանագիր կնքելու առաջարկը ստանալուց հետո տնտեսվարողը ոչ ուշ, քան 1 տարվա ընթացքում նախարարություն է ներկայացնում շինարարության թույլտվություն, ծրագրում ներկայացված մոդելների չափորոշիչներին համապատասխանող ճարտարապետաշինարարական նախագիծ, նախագծելի օրինակները հրապարակվում են նախարարության պաշտոնական կայքում, ծրագրի հաստատումից հետո 1 ամսյա ժամկետում։ Շահառուի բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկանք։ Քայլ 4. Փաստաթղթերը ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է ծրագրին մասնակցելու պայմանագիր տնտեսվարողի եւ նախարարության միջեւ։ Ծրագրի վերաբերյալ հարցերի դեպքում զանգահարեք 8140 կամ այցելեք էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջի ծրագրեր բաժնի գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի ենթաբաժին, ցանկից ընտրելով խելացի անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-ից 2028 թվականների ծրագիր պատուհանը։